Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն Հայկալիքի հարգելի բաժանորդներ, ես այժմ գտնվում եմ Գերմանիայի Թյուրինգիա նահանգում և Թյուրինգիա նահանգի ամենահայտնի ամրոցներից մեկը հիմա կայցել եմ, այնտեղ տեսանյութ կպատրաստեմ, Լոշտենբուրգ է կոչվում, ամրոցը միջնադարյան ամրոց է 13-րդ դարում կառուցված 1200-ական թվականների, այժմ ամրոցի ճանապարհին ենք, տեսեք արդեն երևալու է ամրոցը մեզ, ահա բարձունքում և ոտքով կմոտենամ ես ամրոցին, ամրոցը գտնվում է բարձունքում, ինչպես նշեցի, այստեղ մեքենաները կայանատեղին է և այստեղից արդեն ոտքով պետք է այցելուները, զբոսաշրջիկները բարձրանան Լոշտենբուրգ։ Սիրելի դիտողներ, Լոշտենբուրգ ամրոցի բարձունքի ճանապարհին եմ ես, ոտքով պետք է հասնել մինչև ամրոց, իսկ մինչև ամրոց հասնելը այստեղ շատ հետաքրքիր տեսարան է, խաղողի այգիներ են, որտեղ խաղող է աճեցվում և գինեգործական փաստորեն մշակման է գնում, գինի է պատրաստվում այդ խաղողից, հիմա ես կցուցադրեմ խաղողի տնկիները, որը տեղակայված են հենց բլրի վրա, որտեղ և աճեցվում է խաղող։ Ահա այստեղ մենք տեսնում ենք ցուցանակով գինու ուղին, Վինեյարդի ճանապարհը և դեպի ձախ արդեն ամրոցը, ճանապարհը մեզ կտանի խաղողի տնկիներն են, տեսնում եք ամբողջ բլրի այս հատվածը պատված է խաղողի տնկիներով և մյուս կողմում ավելի շատ, հիմա ես կմոտենամ և կփորձեմ ձեզ ցուցադրել, խաղողի տնկիներն են, և այստեղ ցուցանակը, բլուրը քարտեզագրված է և ահա մեջտեղում գտնվում է ամրոցը, հիմա քայլենք դեպի ամրոց, բլուրը կանաչապատ է, ծառաշատ, անտառապատ և միայն հիացմունք է առաջացնում մաքրությունն ու բնական այս միջավայրը զբոսաշրջիկի համար, երկու ճանապարհ կա, այս նեղ կածանը, որով ես բարձրանում եմ, սա նախատեսված է հայքինգի սիրահարների համար, ովքեր որ ոտքով կամ փայտերով հատուկ սիրում են բարձրանալ, և կա ավելի ասֆալտապատ ճանապարհ, ահա տեսնում եք ներքևում, որտեղ որ կարող են մանկասայլակներով կամ հեծանիվներով մարդիկ բարձրանալ մինչև ամրոց, կածանով ճանապարհը ավելի կարճ է և մենք շուտ կհասնենք, իհարկե մյուս ճանապարհը, որը նախատեսված է հեծանիվների կամ սայլակներով մարդկանց համար, ավելի երկար է։ Սիրելի դիտողներ, Լոշտենբուրգ ամրոցի պարիսպների մոտ եմ ես և բարձունքից նկարում եմ շրջակա բնակավայրերը, տեսարանը ապշեցուցիչ է և հիացնող, բնակավայրերն ունեն հեքիաթային գեղեցկություն, ահա տեսեք, անտառածածկ միջավայրում և բլրակների գրկում տեղակայված են այս հիասքանչ բնակավայրերը, հիմա ես ամենաբարձր բլրում եմ գտնվում շրջակայքի և այստեղ է տեղակայված հենց բլրի գագաթին
Լոխշտենբուրգ ամրոցը։ Սիրելի դիտողներ, ես գտնվում եմ Լոխշտենբուրգ ամրոցի ներսում։ Ամրոցը, ինչպես նշեցի, Թյուրինգիա նահանգում է գտնվում, հիմնադրվել տարեթիվը նշվում է 1221 թվականը, այսինքն 13-րդ դարի կառույց է, վերականգնվել է ընթացքում տարբեր դարերում և այժմ կանգուն է և պատրաստ ընդունելու զբոսաշրջիկներին, այցելուներին։ Տեսնում ենք ետևում անտառածածկ անծայրածիր հատվածներն են Գերմանիայի Թյուրինգիա նահանգի և հիացնող ու ապշեցուցիչ է բնական միջավայրի գեղեցկությունն ու հարստությունը, կանաչ տարածքի հարստությունը։ Ամրոցի պատշգամբներում տեղադրված են այսպիսի հեռադիտակներ, որոնցով կարելի է առանց վճարի տեսնել մոտակա բնակավայրերը և շատ գեղեցիկ տեսարան է այստեղից բացվում։ Հիմա ես կմոտենամ ու կցուցադրեմ մեր դիտողներին։ Ահա տեսնում ենք այս գեղեցիկ տեսարանը և հեռվում արդեն բացվում է մեզ քաղաքային տեսարան, Ենա քաղաքն է, Ենային մոտ է գտնվում ամրոցը և Ենայի նորակառույց թաղամասն է։ Ենան Զաալե գետի, ինչպես հիշում ենք երեկվա տեսանյութից, հովտում տեղակայված է, աջ ու ձախ հովիտներում Զաալե գետի և գետի երկարությամբ քաղաք է Ենան։ Ահա այս պատկերից մենք տեսնում ենք երկայնքով այս մեր առջև բացվող շենքերը ավելի նոր թաղամասն են, իսկ քաղաքի կենտրոնը հին տներով և պատմական կառույցներով է հարուստ։ Ամրոցի ներսում ենք ամրոցի արտաքին պարիսպներն են, տեսեք, պահպանվել են հնարավորինս իրենց նախնական տեսքով, իհարկե վերականգնվել են դարերի ընթացքում, բայց հիմնականում վերականգնումը տեղի ունեցել բնական և սկզբնական վիճակին շատ համահունչ։ Ամրոցի ամրաշինական պատերն են արդեն ներսի և տեսեք ինչ կոկիկությամբ է պահպանված ամեն ինչ, ընդհանրապես Գերմանիայում ավելորդ է ամեն անգամ կարծում եմ հիշատակել մաքրության և կոկիկության մասին, Գերմանիան աշխարհի կարծում եմ մասնավորապես իհարկե առաջին հերթին Եվրոպայի մյուս երկրներից տարբերվում է միանգամից իր կարգապահությամբ, կոկիկությամբ ու մաքրությամբ և այստեղ բոլոր աշխատանքները նորոգման կամ վերականգնման կատարվում են գերճշգրիտ հաշվարկներով ու ամենայն խնամքով պատմության և ավանդույթների նկատմամբ։ Ամրոցի աշտարակներից է և այստեղ հետաքրքիր մի կառույց կա, փայտ է, անի, որը պտտվել է և հիմա նույնպես կարող է պտտվել, կարծում եմ, ուղղակի ինքը շատ մեծ է և դժվար է պտտել, բայց ահա այցելուներից մեկը պտտում է։ Տեսեք ինչ հետաքրքիր է։ Անհայտ է ինչ նպատակով է սա կառուցված, բայց կարծում եմ ֆունկցիոնալ նշանակություն ունի անպայման և տեսեք այս մեր զբոսաշրջիկ այցելուն լավ տիրապետում է պտտելու ունակությանը։ Ամրոցի դիտահորերից է և այստեղից շատ գեղեցիկ տեսարան է բացվում, մեծ խորությամբ ավելի քան 100 մետր կարծում եմ ջրհորն է և փաստորեն այդ անիվը, որ մենք տեսանք պտտվում էր, օգնում է որպեսզի ջուր վերցնեն, ահա տեսեք
խորությամբ երևում է ջրհորը։ Բնական աղբյուր է, փաստորեն, որտեղից եւ ջուր են կարողանում բարձրացնել։ Ամրոցի ներքին պարիսպների վերևում եմ ես հիմա գտնվում եւ այստեղ վերևից հիմա ես նկարում եմ այդ ջրհորի աշտարակը, անիվը եւ շրջակա միջավայրը, շրջակա բլուրը, տեսեք արդեն վերևի պատշգամբից։ Ամրոցը փաստորեն կառուցվել է նաև ֆունկցիոնալության առումով, այստեղ ավելացրել են վերելակներ, ցուցասրահներ, բայց ամբողջովին պահպանել են պատմամշակութային նշանակության հատվածը կառույցի եւ ոչինչ սխալ կառուցված չի։ Տեսեք, ինչ գեղեցիկ տնակ է բացատում եւ բնակավայրը ու Ենա քաղաքը, հիմա ես ցույց եմ տալիս Ենա քաղաքը, որը մոտավորապես 30 կիլոմետր հեռավորությամբ է գտնվում Լյուշտենբուրգ ամրոցից։ Առաջ ես ասացի, որ ավելացվել են ֆունկցիոնալ նշանակության օժանդակ կառույցներ, ահա այս աշտարակը վերելակով, որը ամրոցի սպասարկման եւ խնամքի համար է ծառայում, կարծում եմ, որպեսզի հնարավոր լինի առանց սանդուղքների, աշճանների բարձրանալ ամրոցի տանիք եւ փաստորեն տարբեր աշխատանքներ կատարել։ Սիրելի դիտողներ, հիմա ես ամրոցի գլխավոր կառույցին կմոտենամ, գլխավոր աշտարակին եւ այնտեղից կշարունակենք մեր տեսանյութը։ Ամրոցը հրաշալի տպավորություն է թողնում, ընդհանրապես ինտեգրված է բնական միջավայրում, բնության գրկում, շատ ներդաշնակ ձևով եւ միայն հիացմունքի է արժանի այն գեղեցկությունը, այն ճարտարապետությունն ու մշակութային արժեքը, որը որ փոխանցում է մեզ այս կառույցը։ Ահա, խնդրեմ, մենք մոտենում ենք գլխավոր աշտարակին, ամրոցի զարդն է կարծես, ժամացույցը, որը տեղակայված է աշտարակի ճակատին, ճշգրտությամբ աշխատում է մինչ օրս եւ հիմա ժամը 1:30, 13:30 Գերմանիայի ժամանակով։ Սա ապացույցն է այն բանի, թե ինչպես է գերմանացի ազգը կարողանում պահպանել եւ փոխանցել դարեր շարունակ, հարյուրամյակներ շարունակ այն արժեքները, որը որ դեռևս միջնադարից, դեռևս 13-րդ դարից եւ ավելի վաղ իրեն է ժառանգվել եւ այդպեսով ամեն ինչ պահպանվել ու փոխանցվում է մեր սերունդներին, մեր ժամանակին։ Ամրոցի գլխավոր աշտարակի մուտքի դարպասներն են եւ մուտքի դարպասների վերևում շատ գեղեցիկ 4 զինանշան է պատկերված, որոնք փոխվել են եւ խորհրդանշում են, տեսեք, տարբեր ժամանակներում փաստորեն ամրոցում ապրած իշխանների, այսպես ասած, ընտանիքները 1221 թվականին, երբ հիմնադրվել է ամրոցը եւ ձկան պատկերով է զինանշանը, ահա դուք տեսնում եք, 1333 թվականին մոտավորապես, այսինքն ուղիղ 112 տարի հետո փոխվել է զինանշանը եւ արդեն պատկերված է առյուծ, որը մարդու գլխով է։ Հետագայում 1396 թվականին փոխվել է զինանշանը, արդեն առյուծի գլուխ է եւ 1485 թվականին վահանն է զարդարված նախշերով։ Ամրոցի ներսում
գտնվում է այս ռեստորան գարեջրատունը, որը շատ գեղեցիկ է, շատ համեստ։ Իհարկե այն կառուցվել է շատ ավելի ուշ ժամանակներում, շատ ավելի նոր ժամանակներում, քան բուն ամրոցը, բայց որևէ կերպ չի ամրոցի գեղեցկությանը խանգարում եւ շարունակությունն է կարծես ամրոցի ճարտարապետության։ Այստեղ նշված է, որ մենք գտնվում ենք, տեսեք, ուրեմն 399.961 մետր բարձրությամբ։ Շարունակում ենք ծանոթանալ ամրոցին, անցնենք հաջորդ տարածքները ամրոցի եւ տեսնում ենք արդեն արտաքին պարիսպների աշտարակները, որոնք ֆունկցիոնալ նշանակություն ունեն իհարկե եւ ամրաշինական պաշտպանական դեր ունեն ցանկացած ամրոցի պարագայում, Լյուշտենբուրգի ամրոցի պարագայում նույնպես։ Հիմա այստեղից մենք կտեսնենք, թե ինչ տեսարան է բացվում։ Ահա տեսարանը, որը բացվում է դեպի բնակավայր, շրջակա բլուր եւ ճանապարհը, որով որ մենք նույնպես մեքենայով մոտեցանք ամրոցին, ահա։ Արևմտյան եւ արևելյան ուղղությամբ տեղակայված են աշտարակները, մոտենանք մյուս աշտարակին։ Պարիսպի աշտարակները նկատի ունեմ, ներդ եք տեսնում եւ փոքրիկ պատուհանները, որոնք պարիսպը եւ գեղեցկացնում զարդարում են եւ նույնպես ունեցել են ֆունկցիոնալ նշանակություն, իհարկե հարձակումներից պաշտպանվելու ժամանակ այստեղից դիտարկումներ է արվել դեպի շրջակա բլուրները եւ տարածքները։ Մյուս ճակատից գլխավոր աշտարակն է, որի մենք տեսանք, որի հարավային ճակատին տեղակայված է ժամացույցը։ Եվ այստեղ աշտարակը հաջորդ, որտեղ կարելի է բացել մուտքը եւ կարծես այստեղ նաեւ ցուցասենյակ է փոքր։ Wie schön, dass du da bist. Auch vor dir waren schon viele Menschen hier oben auf der Leuchtenburg. Verwegene Ritter, fleißige Mägde, lustige Wandervögel und ganz viele Touristen, so wie du. 150 Jahre lang. Ամրոցի ներսում եմ եւ այս աշտարակոյ, որը արտաքին պարիսպն է զարդարում սրահից, աշճաններով փորձենք իջնել, տեսնենք ինչ է մեզ սպասվում այս խորհրդավոր վայրում։ Հրաշալի է, տեսեք, մենք աշտարակի սրահով իջանք, աշճաններով իջանք ներքև եւ այստեղ հետարքիր նմուշներ կան, թանգարանային արդեն իհարկե դարձած, տարբեր ժամանակներում փաստորեն այստեղ ինչ որ գտածոներ են հայտնաբերվել եւ այժմ ցուցադրված են այս սրահում։ Սրանք իմ կարծիքով ամրոցի դատապարտված, գերեվարված մարդկանց կտանքների եւ չգիտեմ, ձերբակալության ենթարկելու համար են, տեսեք։ Բարձրանանք դեպի բակ ամրոցի աշճաններով։
Ամփոփենք մեր տեսանյութը Լյուշտենբուրգ ամրոցում, ամրոցի գլխավոր աշտարակի արդեն արևելյան ճակատից եմ ես նկարում եւ ելքի դուռը, ելքի դարպասները 4 կողմից փաստորեն պարիսպները, ներքին պարիսպները աշտարակներով էին ամրացված, ահա ելքի մոտ աշտարակը։ Լյուշտենբուրգ ամրոցը, հիշեցնեմ, հիմնադրվել է 1221 թվականին, բազմիցս վերանորոգվել է, հիմնանորոգվել է եւ ամբողջությամբ գեղեցիկ ու խնամված հասել է մեր ժամանակներ 2025 թվական։ Գեցե գերմանացի ազգը, գեցեն գերմանացի իշխանները, որոնք կառուցել են այսպիսի հրաշք ամրոցներ եւ հիմնել են ու պահպանել են այսպիսի ավանդույթներ ու պետականություն։ Մաղթենք, որ մենք հայերս նույնպես վերականգնենք մեր արքայական եւ իշխանական ավանդույթներն ու մշակույթը եւ վերածնենք մենք նույնպես հզոր մեծ հայքը։ Շնորհակալություն, սիրելի դիտողներ, մաղթում եմ բոլորիդ ամենայն բարիք, բաժանորդագրվեք հայ կալիքին եւ տարածեք այս տեսանյութերը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից։